այս կադրերը եւ ինչպես է գնահատում։ Շատ լավ տեսել եմ, բայց անվտանգության գործառույթ ունեցող մարմինների աշխատանքը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետեւ իրենց աշխատանքի ամբողջական ծավալին եւ գործառույթներին տեղյակ չեմ։ Ժողովրդավար երկրին որքանով է հարի, որ քաղաքացու բերանը փակեն Հիմա նորից ասեմ, պահպանություն իրականացնող ուժային կառույցների գործողություններին չեմ մեկնաբանում, դե կադրերը տեսել եմ, այո, եւ այդքանը։ Նախ լավ է, որ դուք տեսեք, որ ձեր գործընկերները չէին տեսել, եւ պարոն Խուդատյան, անվտանգության գործառույթը Նիկոլ Փաշինյանի եւ նույնիսկ Բարձրաշան Պաշտոնյաների անվտանգությունն ապահովելն է, ոչ թե խոսացող մարդկանց բերանը փակելը, որտեղ այդ մարդը երբ որ խոսում է որևէ մեկին ֆիզիկական Պարոն Կիրակոսյան, հարցի մեկնաբանությունը կարծում եմ իմ տիրույթում չի, դրա համար դուք հնարավորություն ունեք հարց ուղղել այն կառույցին, ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ ժողովրդավարական իշխանության ներկայացուցիչը ձեզ ասում է, որ ինքը չի կարող մեկնաբանել պահպանություն իրականացնող կառույցի գործառույթները։ Դուք այնտեղ էիք, պարոն Խուդատյան։ Հովանավանքում չեմ եղել եմ Վաղարշապատում, մասնակցել եմ պարոն Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին։ Վարչական ռեսուրսի չարաշահման մեջ են մեղադրում։ Խնդրում եմ արգելի գործընկերներ հարցերը հերթով տալ, ես այստեղ եմ շտապելու բան չունեմ, պատրաստ եմ։ Ձեզ մեղադրում են վարչական ռեսուրս չարաշահելու մեջ, բաղորոք քարոզարշավ սկսելու մեջ, նաև ընտրական հանձնաժողովների անդամների քարոզչության մեջ, այս ամեն ինչը անելով ինչ է իշխանությունը մտահոգություն ունի, Խնդրում եմ հերթով ասել ինչի մեջ են մեզ մեղադրում, ըստ կետերի ես փորձեմ բոլոր մեղադրանքներին անդրադառնալ։ Ինչ ասել է վաղ նախընտրական քարոզարշավ, մենք քարոզարշավը մեկնարկել ենք օրենքով սահմանված ժամկետում, օրենքով սահմանված կարգով եւ գործողություններից վաղը ոչինչ չեն կարել, եթե մարդիկ նկատի ունեն բան Նորարարության միջոցառումը քարոզչական բնույթի միջոցառում չի եղել, միջոցառումը ավելին ամենամյա միջոցառում է եղել, ավելին իմ ունեցած ինֆորմացիայով ոչ միայն մեր քաղաքական ուժից են մասնակիցներ եղել այդ գյուղում, միջոցառման այլև այդ միջոցառման վայելում եղել են այլ քաղաքական ուժերից ներկայացուցիչներ, Բայրարը, որը միջոցառումը կազմակերպել է այդ միջոցառումը ավանդաբար, այնտեղ քաղաքական կոչեր, ընտրություններին մասնակցության հետ կապված ոչ մի հարց չի քննարկվել, ոչ մի հրապարակային այդպիսի բան չի եղել։ Եղել է համայնքային միջոցառում, որին մասնակցել է համայնքի ղեկավարը եւ Արմավիրի մարզպետը եւ ոչ միայն իրենք, այդ թվում նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ընտրական հանձնաժողովի, ես պատասխանեմ էլի, ընտրական հանձնաժողովի մասով պիտի ասեմ, որ խոսքը վերաբերում է Facebook-յան հրապարակումների կիսվելուն, ենթադրաբար հետքի հրապարակման մասով եք ասում, պիտի իմ տարակուսանքը հայտնեմ հետքի գործընկերներից, որովհետև այդ նույն բանը իրենք արձանագրել են նաև այլ քաղաքական ուժերի մոտ, բայց չգիտես ով է հաշվել ամենաշատը որտեղ է։ Եվ առնվազն արդար չի քարոզչական այս փուլում, ուրեմն այդ հոդվածը պարբերաբար հրապարակել եւ կիսվել Արգիշտի Մեխակյանի նկարով։ Ես առաջարկում եմ իրենք առնվազն նաև Արթուր Վանեցյանի տեխնացուի կողմից եւ ոչ միայն այդպիսի դեպք են արձանագրել եւ կարող են նաեւ Արթուր Վանեցյանի նկարով կիսվել եւ իմ տարակուսանքը այդ մասով այդպիսին է, որ կարծում եմ հետքը այս պահին ընտրություններում իրականացնում է պարոն Մեխակյանի հակաքարոզը, ինչի համար է իրականացնում դրա պատճառները ես ենթադրում եմ, բայց չեմ ուզի դրա մասով կիսվել։ Առնվազն կոչ եմ անում մեր գործընկերներին աշխատանքային դաշտում շարունակել են աշխատանքը, որը մենք բազմաթիվ անգամ գնահատել ենք, անձամբ ես ցանկացած մասով բաց եմ եղել հետքի գործընկերների հետ աշխատելու մասով եւ հիմա էլ պատրաստ եմ, հիմա էլ եմ բաց, ուղղակի այդ արձանագրումը մեզ մտահոգում է եւ ես կոչ եմ անում մեր գործընկերներին, որ քարոզչական այս ընթացքում զերծ մնան այդպիսի երկակի ստանդարտների կիրառումից։ Հեծը պետականացնելու վարչապետի հայտարարությունից ամիսներ են անցել, այս ընթացքում օրենքներ ընդունվեցին, ժամանակավոր կառավարիչ նշանակվեց եւ հիմա վարույթ կա նաեւ։ Ուզում եմ հարցնել կառավարության քաղաքական իշխանության քաղաքական դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ հեծը պետք է պետականացվի, թե կառավարիչ փոխելով հարցը փակվեց իշխանության համար։ Կառավարիչ չի փոխվել, կառավարիչը ժամանակավոր կառավարիչ է եւ եթե տեսնենք հրապարակումները ժամանակավոր կառավարիչի կողմից եւ ոչ միայն կտեսնենք, որ այնտեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրված, բայց քանի որ այդ խնդիրներին նաեւ քրեական, այսինքն դատա իրավական գնահատական տալու անհրաժեշտություն կա եւ գիտեմ, որ գործընկերները դիմել են նաեւ
համապատասխան կառույցներին զերծ կմնան այս խնդիրները մեկնաբանելուց։ Ուղղակի կուզեմ ասել, որ այն ենթադրությունները, որը կար պետության համար կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների կառավարման ոչ արդյունավետության մասով, առնվազն այդ ամենի մասով այս բային ուսումնասիրություններ կան եւ արդեն նաեւ նախնական արդյունքներ կան, որի մասով պիտի նորից ասեմ, ժամանակավոր կառավարիչը դիմել է համապատասխան ուրեմն մարմիններին։ Ազգայնացնելու հետ կապված սա շարունակում է մնալ ձեր օրակարգում, թե փոխել եք մտադրությունը եւ այն ինչ հիմա արվեց, այսինքն այն փոփոխությունները, որ տեղի ունեցան, բավարարում են ձեզ եւ այսպես կշարունակվի։ Փոփոխությունները մեզ չեն բավարարում, բայց ամբողջ ծավալով ուսումնասիրություն անցկացնելուց հետո նոր մենք կմեկնաբանենք հաջորդ մեր պատկերացումը այս մասով։ Այսինքն ազգայնացման հարցը հիմա ձեր օրակարգում կա, թե չկա, պարոն Խուդայցյան։ Ամբողջ ծավալով ուսումնասիրություն իրականացնելուց հետո այդ հարցին Բայց կպատասխանենք։ այդ դեպքում ինչպես եք առանց ուսումնասիրության ասում, որ պետք է ազգայնացվի։ Մենք նախնական ուսումնասիրություններ ենք իրականացրել, որը ամբողջությամբ հարաբերում են նաև այս բային իրականացվող ուսումնասիրությունների մեջ։ Այսինքն նախնական ուսումնասիրությամբ ասում եք պետք է Հարցի ազգայնացվի։ հասցեատերը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է։ Խնդրում եմ մի մեկնաբանեք, որ ես ասում եմ չի ազգայնացվի, ես ասում եմ, երբ որ հաջորդ քայլում մենք ձեզ ասելիք ունենանք, վստահաբար այդ ասելիքը կասենք այնպես, ինչպես նախորդ քայլում ենք ասել ձեզ։ Պարոն Ֆարար վերադառնալով վաղ շաբաթվա Չէ, բայց ես նա հետ կապված հարց ունեմ, եթե կարելի է շարունակենք։ Էներգետիկ թեման ամփոփել, տեղափոխել վաղ շաբաթ։ Բանի ԿՊ համագումարի ժամանակ կոնկրետ երկու սցենար նկարագրեց, թե ինչ պետք է լինի հետ եթե։ Գնում ենք վարչապետի նկարագրած սցենարների մասով, երկու սցենարներից որ սցենարով են գնում, դրա մասին լրացուցիչ կասենք, անհրաժեշտ ուսումնասիրություն։ Չկա անկախ մարմնի կողմից եւ դուք արդեն գնում եք վարչապետի նկարագրած սցենարների ճանապարհով։ Այն խնդիրները, որոնք արձանագրվել են, այդ խնդիրների հանգուցալուծումը պիտի լինի այդ սցենարներից մեկը եւ սրա մասին է եղել հեծի շուրջ ծավալվող ամբողջ իրադարձությունները։ Ինչ պետք է անեք։ Ոչ, մենք չենք որոշել, ես ասում եմ, մեր նախնական ուսումնասիրությունները առնվազն մեզ մտահոգում են եւ շատ ավելի են մտահոգում, քան նույնիսկ կարող ենք պատկերացնել նախնական փուլում, բայց քանի որ հեծի ժամանակավոր կառավարիչը այս հարցով դիմել է համապատասխան կառույցներին, ես զերծ կմնամ այդ ուսումնասիրությունների արդյունքները մեկնաբանելուց։ Իսկ ինչու նույն հետևողականությամբ չեք զբաղվում նաև Վիոլա ջրի ենթակառուցվածքները հազանգեր են հնչում անգամ բանակի հետ կապված եւ այլն։ Շատ լավ, եթե դուք լսեիք քիչ առաջ իմ զեկույցը, որը հարց ու պատասխանի ժամանակ հնարավորություն ունեցա անդրադառնալու ուրեմն ջրային ենթակառուցվածքներին եւ ուրբաթ օրը ամբողջությամբ այդ ենթակառուցվածքների մասով մեր պատկերացումներին, այդ թվում նաև վիոլա ջրի գործունեությանը կանդրադառնանք, որտեղ զեկույցի այն հատվածը, որ այսօր ներկայացրի, ջրային ոլորտին չէր վերաբերվում։ Մի առանցքային տարբերություն պիտի ասեմ, վիոլա ջրի ենթակառուցվածքները դրանք պետական ենթակառուցվածքներ են եւ այնտեղ վիոլա ջուրը ոչ թե սեփականատեր է, այլ հավատարմագրային կառավարում իրականացնող եւ եթե դուք անդրադառնում եք պետականացնելու մասը, ես պիտի ասեմ, այո, մենք քննարկում ենք նույնքան հետեւական ենք անում, մենք ջրային ոլորտի ենթակառուցվածքների, ջրային ոլորտին առնչված հարցերի մասով վարչապետի հանձնարարությամբ կա ստեղծված օպերատիվ շտաբ, օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող վարչապետ Տիգրան Խաչատրյանը, մենք նույնիսկ շաբաթը շատ հաճախ 2-3 անգամ հանդիպում ենք քննարկելու ջրային ենթակառուցվածքներին, ջրային ոլորտի զարգացմանը, վիոլա ջրի գործունեությանը։ Ես իմ հարցը հարգելի գործընկերներ, թույլ տվեք ես չեմ պատասխանի հարցերին, եթե դուք ընդհատեք ինձ, ես նորից եմ ասում, ինչպես պայմանավորվել ենք, եկել եմ ձեր բոլոր հարցերին պատասխանելու։ Վիոլա ջրի մասով այս պահին աշխատանքային process-ը շարունակում է, դրանք պետական ենթակառուցվածքներ են, եթե այլ միջամտելու կարիք լինի, վստահաբար մենք կմիջամտենք։ Եթե չենք միջամտում, ուրեմն կարիքը չկա։ Այսինքն այնտեղ այդքան կրիտիկական չի վիճակը, որ մի ԿՊԱ-ական պաշտոնյա գործչի էլ այնտեղ ուղարկել, որ ամենօրյա ռեժիմով մարդիկ տեղեկանան, այնտեղ ինչ խնդիրներ կան, ինչ վստահաբար դուք չեք պատկերացնում, ուրեմն կառավարման ձևը վիոլա ջրում, որովհետև նորից պիտի ասեմ, այդ ենթակառուցվածքը պետական ենթակառուցվածք է եւ այնտեղ մարդ ուղարկելու շատ լավ կառավարման process-ում մարդ ուղարկելու հարց չենք քննարկում եւ այդպիսի հարց մեր օրակարգում չկա, փորձում ենք հասկանալի դառնա ինչու է այս վիճակը, ինչու են մարդիկ բողոքում։ Այնտեղ այս վիճակը հասկանալի է դարձել եւ շարունակում է եւ վիոլա ջուրը եւ պետությունը ներդրումներ իրականացնել այդ ենթակառուցվածքի զարգացման արդիականացման ուղղությամբ։ Եթե պետական է վերահսկողություն
պետական ջրվեժի նշանակում է պետությունը ստացվում է դուք հիմա հետի հետ կապված պետականական գործընթաց եք ստացվում է պետությունը վատ է ստացվում է ստացվում Դա ձեր գնահատականն է, որի հետ ես համաձայն չեմ։ Խնդիրները գնալով մեջանում են, ոչ մի կոնկրետ լուծումներ չկան, նշանակում է եթե պետական կառավարմանը հանձնված, դա է կառավարման Պետական կառավարման հանձնված չի, հավատարմագրային կառավարմանը հանձնված, ենթակառուցվածքն է պետական, դա ասեցի այն տրամաբանության մեջ, որ այնտեղ ազգայնացնելու, պետականացնելու անհրաժեշտություն եւ խնդիր չկա, մի պարզ պատճառով, որովհետեւ այն ինչ դուք քննարկում եք պետականացնել, դա արդեն պետական է։ Պարոն նախարար, կներեք 2022 թվականից ի վեր Վիոլաջուրը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ջրային կոմիտեին չի ներկայացրել տեխնիկական աուդիտ եւ ըստ էության Պարոն Կիրակոսյան, շատ լավ սկսեցիք հարցը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, եթե չի ներկայացել, խնդրեմ հարցը ուղղեք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ եւ անկեղծ ասած հետաքրքրվածություն էլ չունեմ եւ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ բարձ պատճառով։ Ճանապարհի մասին հարցնում են տեղական կառույցների հանրարարականների իջացնում եք հիմա թե ինչպես Եթե նկատի ունեք թրիփի մասին, մենք դրանով էս պահին քննարկումներ ենք իրականացնում եւ այն պահին, երբ որ անհրաժեշտություն լինի հասնել հանձնարարականներին արդեն համայնքների եւ մարզերի հետ աշխատանքի մասով կանենք, այս պահը դեռ այդ փուլում չի։ Ունիկում մենք այլ խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր ենք իրականացնում, որում եւ մարզը եւ համայնքները ներգրաված են։ Խոսքը մասնավորապես դիմակայուն Սյունիք ծրագրի մասին է, որի շրջանակներում առաջիկայում կմեկնարկեն կրթական, այդ թվում նաև ջրային ոլորտին վերաբերող ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր եւ մեր խոշոր եւ հիմնական ծրագիրը Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարական այսպայն ամենամեծ կտորը շարունակում է իրականացվել Սյունիքի մարզում, որպես այսօր էլ քիչ առաջ падգամավորներին եւ հանրությանը ներկայացրեցի, որ 2026 թվականին երկու խոշոր ծրագրերի մասով մեկնարկ կտրվի եւ հետեւաբար դեռևս տեսանելի ապագայում բավական երկար ժամանակ Սյունիքը լինելու է մեր հիմնական շինարարական որ ուղղությամբ իրենք այդ ենթակառուցվածքից օգտվելու, այնտեղ ներդրումներ անելու, մասնակցելու, այդպիսի գաղափար կա։ Մենք ենթակառուցվածքների կառուցման բլոկն ենք Հայաստանի Հանրապետությունում համակարգում եւ հետեւաբար ձեր նշած հատվածի մասով որպես այդպեսին անելիք էլ չունեն, կարծում եմ այլ պատասխանատու գերատեսչություններ կզբաղվեն այդ հարցով եւ ժամանակը գա։ Բանախաբանի նեցիուներին հանձնել ես էլ հերթանես մի հասնարություն Տիկին Ջեբեջանը եղել է Վաղարշապատում, պատկերը գիտի, իրեն չի հետաքրքրում Վաղարշապատի ընտրությունները։ Վստահաբար տեսել է այն աջակցությունը, որը պարոն Մեխակյանը ունի, եւ ես ուրախ եմ, որ դուք մեր այդ քարոզարշավ եք իրականացրել։ Լսում եմ, պետականացման հետ կապված գործընկերուհուս հարցին ասացիք, բայց դուք կիսում եք, չէ՞, աջակցությունը դուք տեսել եք։ Ասացիք նախնական ուսումնասիրություն են կատարել եւ վերջնական ուսումնասիրություն դեռ չկա, որ հասկանանք պետականացումը։ Գործընթաց կա, ժամանակատար է, մենք ժամկետների մեջ աշխատում ենք, պարոն Պետրոսյանի գլխավորությամբ բավականին ուրեմն հարցեր կարգավորվել են այս պահին, բավականին խնդրահարույց հարցեր են վերհանվել, այդ խնդրահարույց հարցերի մասով մեր գործընկերները դիմել են իրավապահ մարմիններին եւ քանի որ այնտեղ process է գնում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի միջամտությունը ցանկալի չի, մեկնաբանությունը ցանկալի չի։ Իսկ եկեք ճիշտ ասենք, էլի պարոն Խուդատյան։ Ես միշտ ճիշտն եմ ասում։ Կարող է պարզի ոչ հետ այս ուսումնասիրությանն եք սպասում, բան էլ սպասում եք Փաշինյանը ինչ կասի դա էլ կանեք։ Ինքը ասեց կառավարությունը ես եմ։ Սպասում ենք ուսումնասիրության։ Ինչ հասի դա դուք անեք։ Սպասում ենք ուսումնասիրության։ Պարոն Խուդատյան, իսկ պետությունը պատրաստ է օրինակ գնել հետ։ Ժամանակավոր կառավարչի մասով նաև իրենք այնտեղ այդպիսի գործառույթներ ունեն, որը հաջողությամբ իմ գնահատականն է այնպեսին, որ իրենք հաջողությամբ, շատ հաջողությամբ պարոն Պետրոսյանի գլխավորությամբ այդ խնդիրները կարողանում են լուծելով առաջ գնալ։ Պարոն Խուդատյան, իսկ եթե լիցենզիան դադարեցվի, պետությունը, կառավարությունը ունի միջոցներ հետ գնելու։ Խնդրում եմ ինձ եթեով հարցեր մի տվեք եւ այնուամենայնիվ եթե այդպիսի բան լինի, կառավարությունը ունի եւ կարող է միջոցներ ներգրավել։ Այսինքն գնել ընկերությունը Վաղարշապատում տեղի ունենալիք թիմ ընտրություններին արդեն շուրջ 1 շաբաթ է տեղի ունենում քարոզարշավ, նախ ուզում եմ այնքան որքանով հասցրել եք շոշափել վաղարշապատցիների նախընտրական դրամատրությունները հաղորդել։ Ինչպիսի ինֆորմացիա
Գյումրի 2 սցենարի հավանականության մասին, արդյոք քաղաքացիական պայմանագիրը կարող է հավաքել 50+1%, այսպեսով բացառելով Գյումրի 2 Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ ընտրություններին գնում է բացարձակ մեծամասնության քվեն ստանալու, այն է 50+1 ձայներ ապահովելու ուղղությամբ եւ մեզ համար Գյումրի 2 վաղարշապատում բացառվում է, եթե նկատի ունեն ընտրությունները փաստացի պարտվելով, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ տեղ զբաղեցնելով, ձայները իրար գումարելով Գյումրիում իշխանություն ստանալը եւ հետո այդ իշխանության գլխին այնպիսի փորձանք բերել է, ինչպիսին Գյումրիի քաղաքապետը բերեց Գյումրիի գլխին, եթե ասեմ, այդ ճանապարհով, այո, այդ ճանապարհով փորձանք, որովհետեւ այլ բառով նկարագրել հնարավոր չի, եթե մեր շանսերը այնտեղ բարձր են, պարզ տրամաբանությամբ, նախ մեր թիմը ավանդաբար վաղարշապատում եւ Խոյում բոլոր տեսակի ընտրությունները 2018 թվականից հետո հաղթել է, այդ ընտրությունների զգալի մասը մենք հաղթել ենք պարոն Մեխակյանի գլխավորությամբ, մասնավորապես 2018 թվականին պարոն Մեխակյանը ազգային ժողովի ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ամենաշատ ձայները ստացած տեխնացուն է եղել Արմավիրի մարզից, դրանից հետո բացարձակ մեծամասնության ձայները ստանալով ընտրվել է նաև Խոյի համայնքի ղեկավար, ի տարբերություն ընդդիմության տեխնացուների, որոնք 2018-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, 2021-ին էլ էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, մի հատ էլ 2021-ին Խոյում էին ասում, որ հաղթելու են պարտվեցին, հետո դարձան շտաբի պետ Ռոբերտ Քոչյանի համար էին ձայներ ուզում ապահովել, ընդեղ էլ պարտվեցին, եւ ընդդիմությունը վաղարշապատի ընտրությունները պարտվելու օլիմպիական չեմպիոն է եւ ես այլ ձևակերպում չունեմ տալու, եթե նույնիսկ ասեմ, հիմա հաշվում քանի ընտրություն են պարտվել, կպարզվի օլիմպիական եռակի կամ քառակի չեմպիոններ են եւ իրենց առաջիկայում օլիմպիական նոր հնգակի չեմպիոն դառնալու ռեալ հնարավորություն ենք մենք տալու, որովհետեւ իսկապես պարոն Մեխակյանը իր նախորդ աշխատանքների ընթացքում վաստակել է քաղաքացիների սերը, այդ քաղաքացիների այդ սերը ակնհայտ է եւ քարոզարշավի առաջին մեկնարկային օրերը դրա մասին են խոսում եւ նաեւ էս է պատճառը, որ ընդդիմությունը փորձում է սևացնել էսկամեն եղանակով պարոն Մեխակյանին եւ ես ցավ եմ ապրում, որ ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ, որոնք ի տրամաբանությամբ պիտի ընդդիմադիր չլինեին, բայց ընդդիմադիր որոշ լրատվամիջոցներ կողմ են դարձել այս ընտրություններին եւ բազմաթիվ լրագրողներ առավոտ աշխատանքի են գալիս վաղարշապատ տեսնելու ինչպես կարելի է սևացնել պարոն Մեխակյանին, որը վստահաբար չի լինելու։ Պարոն Խուդակյան, Մասիսի համայնքապետը 6 տարով ազատազրկման ենթարկվեց այն դեպքում, երբ գործը 7 տարի քննվում էր եւ հիմա ընտրություններից առաջ այս որոշումը կայացվեց, արդյոք սա ընդդիմադիր համայնքապետերին այդպես լիկվիդացնելու գործընթացի մի մասը չէ։ Հիմա եթե ես հետեւյալը ասեմ, Վարդան Ղուկասյանի դեպքով ընտրություններից մի քանի ամիս հետո ընդամենը եղավ ուրեմն այս հայտնի փորձանքը, այդ բառը իր համար է հայտնի փորձանքը, այդ դեպքում մեկնաբանում եք, որ ընտրությունները պարտվելուց հետո քաղաքացիական պայմանագիրը գնաց այս ճանապարհով, հիմա երբ որ դա պատահում է 4 տարի կամ Մասի քաղաքապետի դեպքում մի քանի ժամկետ պաշտոնավարելուց հետո դա էլ ասում եք ընտրություններին ընդառաջ, չէ, կար ընդամենը հարուցված քրեական գործ, որի մանրամասներին ես շատ այդպես էլ որպես հետաքրքրված չեմ եւ չեմ տիրապետում, որով կայացվել է շատ լավ այդ հարցը կարող եք ուղղել շատ այլ մարդկանց, բայց ոչ ինձ, որով կայացվել է օրենքով սահմանված դատավճիռ եւ երբ որ այդ վճիռը մտնում է օրինական ուժի մեջ, դուք հիմա այդ հարցն եք տալի, ոչ սա քաղաքական հետապնդում չի, առնվազն բազմաթիվ են փաստերը դրա մասին եւ իմիջիալոց երեք էլ կուզեմ նաեւ առիթ օգտագործելով այդ հարցին անդրադառնամ, երբ որ նշվում էր, որ մենք վարչական ռեսուրս ենք կիրառում վաղարշապատում, ուրեմն առաջ բերելով հրատապ եւ այլ պետական բյուջեի ֆինանսավորման վաղարշապատում վերջին ամիսներին իրականացված ծրագրերը, պիտի ասեմ, որ մեր նախարարության ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերը
այդ թվում նաև այն ծրագրերը, որոնցում ուղիղ իմ հաստատումը կա եւ ուղիղ իմ ներգրավվածությունը կա, այդ ծրագրերի զգալի մասը իրականացվում են այնպիսի համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարները ընդդիմադիր են եւ եթե թվարկեմ կարող է պարզվել, որ առաջի տասնյակում առնվազն կեսը այդ տրամաբանության մեջ են եւ ակնհայտ է, որ մենք ընտրություններին մտահոգվելու առիթ չունենք, որովհետեւ նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 2021 թվականին է այդ բոլոր համայնքներում ուրեմն մեծամասնության քվեն ստացել եւ մենք գնում ենք 2026 թվականին նույն արդյունքը եւ դեռևս մեզ համար ավելի լավ քաղաքական արդյունք ապահովելու ճանապարհով։ Ինչպես Գնահատականը պիտի տան քաղաքացիները իր աշխատանքի, մենք որպես այդպեսին ավելի շատ մարզպետարանի միջոցով ենք աշխատում համայնքների հետ, պիտի ասեմ, որ Արարատի մարզպետարանը մեզ համար աշխատող հարց լուծող կառույց է եւ եթե Արարատի ավելի շատ այդ հարցին պիտի պատասխանեն։ Չեք տեսել դուք ամեն դեպքում։ Խնդիրներ Հայաստանի բոլոր համայնքներում խնդիրներ կան, բայց ես որպես այդպեսին գործառույթ չունեմ համայնքապետի աշխատանքը գնահատելու, որովհետև աշխատանքի բերումով շատ քիչ շփումներ ենք ունենում համայնքների հետ։ Խուդատյան Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Կիրակի խնդրում եմ, ես նորից եմ ասում, չեմ շտապում, այստեղ եմ բոլոր հարցերը կտակ, բոլոր հարցերին կպատասխան։ Հետո կհիշեք, որ բաց մնացած հարցեր կա, ես կշարունակեմ մնալ, այդ հարցերն կտակ, բայց ինձ հարցերը տվեք առանձին։ Կիրակի գնալու եք Հովանավանք, արդյոք Փաշինյանը նշել է, որ կրկին գնալու է Հովանավանք եւ մասնակցելու։ Գնալու եւ աշխատանքային օրակարգը փորձելու եմ այնպես դասավորել, որ գնամ Հովանավանք, դրանից հետո մասնակցեմ վաղարշաբաթի քարոզարշավին, իմիջիալոց դրանից հետո 2 շաբաթ արձակուրդում եմ լինելու եւ կարող ենք վաղարշաբաթում ավելի հաճախ հանդիպել։ Որովհետև Փաշինյանն է ասել, որ մասնակցել։ Ես առհասարակ մասնակցեք, հրապարակային այդպես ցուցադրեք, որ նախկինում ուղղակի ձեզ չի հետաքրքրել այդ հանգամանքը մենք պատարակների մասնակցում ենք թե չէ, հետևաբար չեք տեսել։ Առնվազն են մարդիկ։ Ես հիմա իմ եկեղեցի գնալը երբևէ չեմ հրապարակել, եթե այտենց որպես այդպեսին ուշադիր լինեք, եթե ընտանեկան ինչ-որ առիթով եկեղեցի չեմ գնացել, չեմ հրապարակել, բայց շատ հաճախ ինձ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր եկեղեցիներում առանց տեսակ։ Ստեփան Ասատրյանի այդ արարողությունը։ Ինչպես։ Որդի եք ունեցել, չէ՞։ Այո։ Պատրաստ եք տանել Ստեփան Ասատրյանը որպես կարգավորիչ քահանա կնքի։ Շատ լավ, իմ 2 երեխաները մկրտված են, այո, բայց նաև հետևյալը ասեմ, որ ես սովորաբար այդպիսի առիթները կազմակերպում եմ իմ տարածաշրջանում եւ պսակադրությունը եւ իմ երեխաների կնունքը եղել է Արմավիրյան եկեղեցիներում, այսինքն Արմավիրի տարածաշրջանում, բայց այո պատրաստ եմ, եթե ձեր հարցին անդրադառնանք, այո պատրաստ եմ։ Քպականները հատուկ այսպես կլիենտուրա են հավաքում բանի համար։ Եթե հոգևոր իրադարձության մասին ես օրինակ օգտագործեի այն տերմինը, որը դուք օգտագործեցիք, վստահաբար ես կդառնայի Հայաստանի բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների օրվա վերնագիրը, ես այնպես որ ձեր ուրեմն տերմինը կարծում ես իրադարձության մասին լավը չէ։ Որ ծափեր են հնչում, դա նորմալ է։ Սուբվենցիոն ծրագրերին հատկացվող գումարը մեծանում է։ Եթե այո, ես կխնդրեմ 2020 ավելացնելու 26-ին ինչ տուր է ուղղվելու այդ միջոցը։ 2026 թվականի ընթացքում, 2025 թվականի ընթացքում մենք արդեն 96 միլիարդ դրամի պետական համաֆինանսավորման ծրագրեր ունենք հաստատած, որից պետական համաֆինանսավորման մասը 50.1 միլիարդ դրամ է։ Մեծ ծավալի շինարարական աշխատանքներ ունենք, որոնք 2025 թվական են տեղափոխվել, ուրեմն 2022, 23, 24 թվականներից եւ վստահաբար լինելու են աշխատանքներ, որոնք տեղափոխվելու են նաեւ 2026 թվական։ Հիմա ասեմ, վաղը նաև փող վարչապետի գլխավորության միջկայատեսչական հանձնաժողովի նիստ ունենք, որտեղ շարունակելու են քննարկել համայնքներից ստացած հայտերը։ Նկատի ունեմ սա թվարկում եմ, որպեսզի պատկերացնեք, որ այս process-ը մեր մոտ անընդհատ process է եւ հնարավոր էլ չի ընդհատել, որովհետեւ
22, 23, 24, 25 թվերից մենք շարունակական կատարողականներ ենք ստանում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պետական բյուջեից պատրաստ է ֆինանսավորում իրականացնել այն բոլոր կատարողականների մասով, որոնք անհրաժեշտ կարգով ուսումնասիրված են եւ աշխատանքը տեղում անհրաժեշտ կարգով իրականացված է։ Հետեւաբար, եթե մեզ ներկայացվի 30 միլիարդ, մենք կֆինանսավորենք 30 միլիարդ, ներկայացվի 35 կֆինանսավորենք 35, ներկայացվի 40 կֆինանսավորենք 40։ Համայնքներից է գալու։ Դրանք վերաբերվում են, դրանք այո, ամբողջությամբ սուբվենցիոն հայտերը գալիս են համայնքներից, համայնքները իրենք են նաև հանրային քննարկումներ իրականացնելով որոշում առաջնահերթությունները։ Իհարկե պետության կողմից կան սահմանած առաջնահերթություններ, որոնցում պետական համաֆինանսավորման Կա այս տարի հենց պետությունն է համարում առաջնահերթություն։ միշտ է եղել այդպիսի ենթակառուցվածքներ, որոնք պետությունն է համարել առաջնահերթություն։ Դրանք հիմնականում 2026-ին էլ դրանք լինելու են ուրեմն ճանապարհաշինական աշխատանքները, նախադպրոցական ուսումնական հաստատությունների շենքերի կառուցման, վերակառուցման աշխատանքները, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգերի արդիականացման ուղղված աշխատանքները, գազաֆիկացման ուղղված աշխատանքները, սրանք մեր առաջնահերթություններն են։ Պարոն Խուդատյան, արդյոք կա կառավարությունում գրավոր կամ նկատի ունեմ նախագիծ կամ դեռ մտադրություններ, քննարկումներ այն մասին, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը նշեց, եկեղեցիները, որոնք անհատույց տրված են մայրաթորին, հետ վերցվի։ Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, հարցը մեր նախարարության համակարգման տիրույթում չի եւ դրա բերումով է, որ ըստ երևույթին այդպիսի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Բայց վերադարձվեն, դա պետ գույքին է միացվելու։ Սովորաբար պետական գույքերի կառավարումը, ուրեմն, եթե այդ գույքը այլ կառավարող մարմին չունի, պետգույքին, իսկ եթե այլ կառավարող մարմին ունի, համապատասխան գերատեսչության։ Եկեղեցիները վերադարձվեն պետությանը, ճիշտ կլինի վարչապետի աշխատանքը։ Եկեք եթեով հարցերին չպատասխանեմ։ Խուդատյան տեղեկությունները, որ Փաշինյանը ամեն դեպքում որքան էլ վարչական ռեսուրս է կիրառվել, որտեղ մենք տեսանք, որ որտեղ է վարչական Հողանավանքում, որ տարբեր մարզերից եղել են, դուք իհարկե չեք մասնակցել, բայց ամեն դեպքում դժգոհ է։ Անվտանգության ծառայությունը քաղաքացիական հագուստով գրեթե կեսն է տալիս։ Անվտանգության ծառայությունը հանրային բոլոր միջոցառումների ժամանակ շատ դեպքերում իրականացնում է։ Դե ես հիմա չափը չեմ կարող ասել, իսկ ով է հաշվել ինչ չափ։ Մենք ամբողջ Շատ լավ, հրապարակեք որ կեսն եւ վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը դժգոհ է եղել։ Վարչական ռեսուրսի կիրառում չի եղել։ Փաշինյանը թիվը դες չի հանգստացնում, որ քիչ է։ գրել էր հարգելի ընկերներ Արեգ Երևանի քաղաքապետի դեպքում ունեինք վերջին քարոզաշրջանը։ Ունեինք, որտեղ գրված էր, որ հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի հայկական հարգելի գործընկերներ, վարչական ռեսուրսի կիրառումը բացառեք ունեն գրված։ Թիվը որ քիչ էր, սա արդյոք ցուցիչ է, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ եք մնացել։ Ինչին է Որ թիվը քիչ էր Հովանավանում։ Հարգելի գործընկերներ, ձեր գործընկերների մի կողմը ասում է, որ մեծ քանակությամբ մարդիկ են եղել, մյուս կողմը ասում է, որ Պետության աշխատակիցներ են եղել մեծ քանակով, բայց մարդկանց թվականակը մեծ չէր։ Հիմա սա արդյոք ցուցիչ չէր, որ կաթողիկոսի դեմ պայքարում միայնակ է։ միջոցներից մեկի հարցումն է նայում նույնիսկ, եւ ես խորհուրդ կտամ այդ հարցումը դուք էլ նայեք պատկերացնելու համար մեր աջակիցների թիվը այս process-ում ինչքան է։ Պարոն Խուդատյան, Նիկոլ Փաշինյանը խմբում որ գրել էր, տակնել ասենց գրել էր, որ վարչական ռեսուրս չկիրառել, թող մարզպետը 30 հոգում է հետը բերել, եթե ոչ մարզպետարանի կամ Ես չեմ պատկերացնում ինչի մասն եք ասում խոսքը։ Որ հանրահավաքի հա քաղաքական շատ լավ վաղարշապատի քաղաքապետի ընտրությունների մասնակիցների կեսից ավելին հյուրախաղերով Երևանից են եկել վաղարշապատ։ Ընդդիմադիրների շարքերի առաջին կեսը հյուրախաղերով վաղարշապատ ժամանած ձախողված քաղաքական գործիչներ են, որոնք իրենց թիմակիցներն են եւ մենք դեմ չենք, որ իրենք մասնակցեն այդ քարոզարշավին։ Ես նկատի ունեմ, որ քաղաքական process է եւ եթե քաղաքական ուժ կա, որի համակիրները ուրեմն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից են, իրենք էլ կարող են մասնակցել։ Բայց եկեղեցու դեմ է սկսված հատկապես Եկեղեցու դեմ չի սկսվել, խոսքը վերաբերվում է Սահակյանի վարկանիշը որքան են ասում եք դու հաղթել է տարբեր ընտրություններում, ամեն դեպքում ձեր ուսումնասիրություններով
Ես առաջարկում եմ ձեզ այդ հարցի պատասխանը ստանալու համար հարցում իրականացնեք վաղ շաբաթում, բայց քանի որ դատելով են հանգամանքից, որ ձեր գործընկեր լրատվամիջոցներից մեկը երեք ըստ երևույթին հարցում էր իրականացնել, ես նույնիսկ այդ հարցումը, նույնիսկ այդ հարցման բովանդակությունը, նույնիսկ այդ հարցման ուղղորդումները տեսնելով, այդպիսի մտահոգություն չունեմ։ Նույնիսկ այդ ուղղորդումներին քաղաքացիների հստակ պատասխանները տալով ես այդ մտահոգությունը չունեմ եւ ավելին ասեմ, վաղարշապացիները, իջմիածնեցիները շատ ավելի վաղուց են ծանոթ որոշակի հոգեվորականների արկածներին, այն պարզ բերումով, որ այդ արկածները իրենց աչքի առաջ են եղել, այդ արկածները եղել են մեր վաղարշապատում, մեր Էջմիածին քաղաքում եւ դրանք իրականում առաջին հերթին ցավ են պատճառել վաղարշապացիներին, էջմիածնեցիներին։ Եվ այն ամեն ինչը, որը գուցե Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչների համար բացահայտում է, ցավոք սրտի վաղարշապացիների համար բացահայտում չի, որովհետեւ վաղարշապացիները այդ միջավայրն են կիսել որոշ վայ հոգեվորականների հետ միասին։ Ինչ են արել, ինչ արկածների մասին եք ասում։ Մի ժամանակ եք եկել վաղարշապացիները այդ մասին։ Ինչի մասին։ Ենթադրում եմ երկար ժամանակ։ Ինչ արկածներ։ Մի երկուսը մատնանշեք։ Ոչ։ Ինչու։ Բա խոսում եք առանց փաստերի։ Գաղտնիք պահում։ Փաստեր չունեք, փաստորեն։ Ժողովուրդն եմ ասա արկածներով կիսվել այդ ինֆորմացիայով կիսվել։ Մի խոսքով այս բլոկին արգելված գործընկերներից մեկը քիչ առաջ Հաջորդը ես կպտտեմ, որ դուք ինձ հարցնեք։ Իշխանությունը անցնում է արդեն հոգեվորականների, այսպես անձնական կյանքի միջամտելու այսպես Իշխանությունը չի անցել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու, եկեղեցու դեմ, այսպես ասած, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը, հրապարակումը եւ հանրայնացումը, լինի այդ մարդը, շատ լավ հարց եք տվել, թույլ տվեք ես պատասխանեմ, ես չգիտեմ դահլիճում չեմ եղել, չգիտեմ ինչն եմ փռել ուսումնասիրել, ենթադրում եմ դուք էլ չեք եղել եւ դուք էլ չեք կարող հստակ պնդել ինչն եմ փռել ուսումնասիրել, ես դատապարտում եմ ցանկացած մարդու անձնական կյանքին վերաբերվող ինֆորմացիայի ստացումը եւ հանրայնացումը, անկախ դրանից այդ մարդը հոգեվորական է, ուժային կառույցի ներկայացուցիչ, քաղաքական գործիչ, թե օրինակ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսով զբաղվող ցանկացած մարդ, թե գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած քաղաքացի, իմ համար դա դատապարտելի է։ Դրան հույս ունեմ եւ դրան իմիջիալոց անդրադարձել են նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության բազմաթիվ գործընկերներ եւ վստահ եմ, որ դուք այդ ինֆորմացիան ունեք։ Պարոն Խուդատյան, նորից ընտրությունների թեմա մի հարց Գյումրիի քաղաքապետի կանոնավորումը վաղարշապատում սպասվող ընտրությունների չափաններ առաջ ձեզ ինչ ուղերձ է վաղարշապատի ընդդիմադիր էլեկտորատին եւ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Տեսակետ կա, որ այդ կանոնավորումը կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր էլեկտորատին եւ ընդդիմությունը ավելի շատ ձայներ Ընդդիմադիր էլեկտորատը կարծում եմ Գյումրիի փորձը ցույց տվեց, որ այնքան կոնսոլիդացված են իրար հետ, որ իրարից շարունակաբար դժգոհող, իրար վրա կրակող, իրարից հաճախ իրենց խոսքում տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, որոնք իրականում նույն քաղաքական հայացքներ ունեն առնվազն իրենց համար սկզբունքային պրոցեսների մասով եւ առնվազն այդ ուժերը կառավարվում են մի տեղից, որը ակնհայտ է, Գյումրին ցույց տվեց, որ ակնհայտ է, իրենք կոնսոլիդացված են։ Այնպես չի, որ 2021-ի ընտրություններում ընդդիմադիր զանգվածը վաղարշապատում կոնսոլիդացված չի եղել, իհարկե կոնսոլիդացված է։ Այն նախկին գյուղապետերը, որոնք հիմա էլ այլ քաղաքական ուժերով են ուրեմն առաջադրվել, այդ նախկին գյուղապետերը այն ժամանակ էլ են ընդդիմադիր հայացքներ ունեցել, այն ժամանակ էլ են Սևակ Խաչատրյանի համար փորձել ձայներ ապահովել են ընդամենը 3500 ձայն, որը մեր համար մտահոգիչ չի, որովհետև ես նորից եմ ասում եւ ուզում եմ կարևոր արձանագրում անել այս մասով։ Պարոն Մեխակյանի հեղինակությունը, պարոն Մեխակյանի ճանաչելիությունը, պարոն Մեխակյանի անցած ճանապարհը Վաղարշապատ համայնքում քննարկման ենթակա չի։ Եվ այդ է պատճառը, որ ընդդիմությունը հույսը դրել է արհեստական բանականությամբ գեներացված ինչ-որ տեսահոլովակների վրա, որոնք հաճախ ժպիտից բացի այլ զգացողություն մարդու մոտ չեն առաջացնում։
Եվ ես ուզում եմ այդ հասկանալ, եթե ընդդիմությունը այդպես է վերաբերվում քաղաքացիներին, այսինքն քաղաքացու գիտակցությանը այդպես է վերաբերվում, եթե ընդդիմությունը մտածում է, որ քաղաքացին արհեստական բանականությամբ գեներացված տեսահոլովակը իրականությունից չի տարբերի, ուրեմն այդ ընդդիմությունը քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու եւ առհասարակ քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետության ոչ մի բնակավայրում քաղաքական երկար ճանապարհ չունի անցնելու։ Անկախ դրանից քոչարյանականները այդ շտաբեր գալիս են գիշերով թե ցերեկով փոխված մեքենաներով թե իրենց սեփական մեքենաներով, քոչարյանական ընդդիմությունը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհ չունի անցնելու։ Դրա մասին քաղաքացիները ցույց են տվել ինչպես 2018 թվականի հեղափոխությանը, այնպես էլ 2021 թվականի ընտրություններին, այնպես էլ ցույց են տալու վաղ շաբաթի ընտրություններին եւ նաեւ 2026 թվականի համապետական ընտրություններին։ Եթե այդպես չի, եթե իրենք կասկածում են, ուրեմն ես առաջարկում եմ իրենց հայտարարեն, որ եթե ընտրությունները չհաղթեն, այսինքն փաստացի առաջի տեղ չզբաղեցնեն, պարտվելով իրենք համայնքապետարան չեն մտնի նույնիսկ ավականու կարգավիճակով։ Կա այդպիսի քաղաքական ուժ, որ ասում է, եթե մենք ընտրությունները չհաղթենք, այսինքն փաստացի հասկանանք, որ այս բնակավայրում առաջին տեղը չենք զբաղեցել, մենք կհրաժարվենք չընտրված կարգավիճակով համայնքապետարանը մտնելուց։ Կա այդպիսի ուժ։ Եթե կա, եկեք քննարկենք, եթե չկա, ուրեմն քննարկելու հարց չկա։ Մենք հաղթելու ենք ընտրությունները։ Պարոն Մեխակյանը հաղթելու է ընտրությունները, որովհետև վաղարշապատիները ճանաչում են պարոն Մեխակյանի ընտանիքին, պարոն Մեխակյանը այդ համայնքում աշխատել է, այդ համայնքում սովորել է, ոչ պարոն Մեխակյանը սովորել է Վաղարշապատում Էջմիածին քաղաքում, պարոն Մեխակյանը աշխատել է Էջմիածին քաղաքի քաղաքապետի տեղակալ, պարոն Մեխակյանը ռեյտինգային ընտրակարգով 6000 ձայն է ստացել միայն Էջմիածին քաղաքից։ Դրանից հետո պարոն Մեխակյանը աշխատել է, ընտրվել է Խոյ համայնքի ղեկավար, իմիջիալոց պարոն Մեխակյանի դեմ առաջադրված տեխնացուներին այս նույն գյուղապետերը նորից աջակցում էին նաև այն ժամանակվա ընդդիմադիր տեխնացուին, ասեն պարոն Մեխակյանը այս մարդկանց առաջի անգամ չի հաղթել, նույնիսկ երկրորդ անգամ չի հաղթել, եւ հիմա հաղթելու է, այսինքն վաղարշապատիները պատկերացնում եք մեր Ասլտիկին Ջեբեջանը եղել է այն գյուղում, որտեղ մենք քարոզարշավ ենք, երկու գյուղերում եղել ենք, որտեղ քարոզարշավ ենք իրականացրել։ Եթե մտնում ենք գյուղ, որտեղից նախկին գյուղապետի ժամանակ այդ գյուղում մանկապարտեզ չի եղել, ասֆալտ չի եղել, դպրոց չի եղել, ջրագիծ չի եղել, 2021-ից հետո այդ գյուղում կա մանկապարտեզ, կառուցվել է ջրագիծ, պետական ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է եկեղեցի, կառուցվել է 2 ճանապարհ, իսկ կբացատրեք այդ գյուղի ժողովրդի մոտիվացիան պարոն Մեխակյանին չընտրելու։ Ես առաջարկում եմ ձեզ, հարգելի գործընկերներ, ես շաբաթ օրվանից լինելու եմ արձակուրդում, ես առաջարկում եմ ձեր համար կազմակերպեմ տուր, մեդիա տուր, իմիջիալոց այդպիսի շատ ծախսեր պետք չէ լինելու իմ անձնական միջոցների հաշվին կազմակերպել մեդիա տուր, շատ լավ, պայմանավորվեցինք, որի ընթացքում ձեզ կցույց կտանք այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ընտրությունից հետո կհավաքվենք սուրճի սեղանի շուրջ, դուք ինձ կասեք, անկեղծ, առանց տեսախցիկների կասեք, եթե դուք լինեիք վաղարշապատցի, դուք ում կընտրեիք ընտրություններին։ Պարոն Խուդատյան, երբ որ դուք թվարկեցիք այս կարի դպրոց մանկապարտեզ նույնիսկ եկեղեցի եւ այն, այդ դեպքում եթե պարոն Մեխակյանին ընտրողները այսպես ձեռքից ձեռք էին խլելու, որ ընտրեին, ինչի Խոյ համայնքը, որտեղից պարոն Մեխակյանն է բերեցիք, միացվեցիք Վաղարշապատին, արդյոք սա չարվեց նրա համար, որ սա արվեց ավելի արդյունավետ կառավարման մոդել ունենալու համար եւ ես 2021-ին էլ առաջարկել եմ նաև քննարկումների ժամանակ փոքր համայնքային մոդելներ չունենալ Հայաստանում եւ 2026 թվականին դուք կհամոզվեք, որ մեր օրակարգում շարունակում է մնալ այլ միավորված համայնքների վերամիավորումը մի պարզ պատճառով։ Գոյություն ունեցող կարգը թույլ է տալիս ավելի մեծ համայնքների ավելի մեծ միջոցներ տրամադրել, որոնցով հնարավոր է լինում նաև իրականացնել ավելի մեծ աշխատանքներ։ Ես այստեղ էլ դահլիճում էլ պարոն Նազարյանի հարցին, երբ որ անդրադարձա, մի համանման հարցը լինքներ տվել,
բայց իհարկե այլ տրամաբանության մեջ դուք ավելի քաղաքական տրամաբանության մեջ եք այդ հարցը տալի հասկանալի պատճառներով, ես հետևյալը պիտի ասեմ։ Եթե մենք ունենք երկու համայնք, որոնք օրինակ պետությունից յուրաքանչյուրը ստանում է պայմանական ասած 1 միլիարդ դրամ դոտացիա, որը իմիջիայլոց համայնքի գործունեությունը ապահովող հիմնական ֆինանսավորումն է, շատ դեպքերում դա շատ ավելի շատ է, քան սեփական միջոցները, այդ համայնքների միավորման արդյունքում միայն այդ դոտացիայի թիվը ոչ թե դառնում է իրենց մաթեմատիկական գումարը 2 միլիարդ դրամ, այլ շատ ավելի շատ, ինչ հնարավորություն է տալիս համայնքում, շատ ավելի շատ հարցեր լուծել, այդ թվում նաև մարդկային ռեսուրսի առումով թույլ է տալիս համայնքում ավելի մեծ պոտենցիալով մարդկային եւ մասնագիտական ռեսուրս կենտրոնացնել։ Եվ մենք վաղարշապատում արել ենք այս տրամաբանությամբ։ Հակառակ տրամաբանությամբ անելու պարագայում մենք վաղարշապատում ունենք ավականի, որը ուներ մեծամասնություն, կարող էինք ավականոց ընտրել համայնքի ղեկավար, որը բնականաբար հետո նաեւ ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ չէր խանգարում մեզ, որտեվ պարոն Մեխակյանի գլխավորությամբ այդ ավականին նորից շարունակեց նիստերի գալ, բոլոր որոշումները, որոնք եկան ավականին, մեր ավականին նորից ընդունեց այդ որոշումները եւ հետեւաբար կարող էինք անել դա եւ մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր ամիսը չգնալ ընտրության, բայց որովհետեւ կարծել ենք, որ Վաղարշապատի եւ Խոյի բնակիչների շահերից է բխում իմ ասած տրամաբանության մեջ համայնքների միավորում անելը, մենք գնացել ենք միավորման ճանապարհով։ Պատկերացնում եք, մենք ընտրություններից հետո այդպիսի բան անենք, օրինակ, շատ տեսականորեն Պատկերացնում եք, մենք վերջին երկու ընտրություններից հետո, օրինակ Գյումրիից եւ Փարաքարից հետո այդպիսի բան անենք եւ հետո ձեր արձագանքը պատկերացնում եք այդ անելու։ Պարոն Խուդատյան, քիչ առաջ Գյումրիից հետո Գյում չենք արել։ Պարոն Խուդատյան, ազգային ժողովում նաեւ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներն են ընթանում նիստերը եւ Եվրանեստ ԽՎ-ի քաղաքական մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի այդ նիստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավոր Նաչո Սանչես Ամորը անդրադառնալով ձեր ժողովրդավարական բաստիոնում ձերբակալություններին ամոթանք է տվել ձեր իշխանություններին, ասելով որ 20-ից 40 հոգով հարձակվում եք, մարդ եք ձերբակալում 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում եք ընդամենը կարծիքի համար, օրինակ կաշառքի համար է, այլ բան։ Չէ՞ որ դա չեմ հասցրել ուսումնասիրում։ Դրա համար ընթերցում ու ամբողջությամբ կարծիքի կաշառքի համար է, այլ բայց եւ կարծիքի համար մարդ են դատում սոցցանցերում հայտնած կարծիքի համար։ Հայաստանի Հանրապետությունում կարծիք արտահայտելու համար ոչ մեկի չեն դատել 2018 թվականից հետո 2018 թվականից առաջ ոչ միայն դատել են, այլև զուգարանում սպանել են այդ մարդկանց։ Կրակել են, այլև Երևանի կենտրոնում ավտոմատով կրակել են սեփական կարծիք հայտնող մարդկանց վրա։ Քոչուբաևի ստատուսի համար չփռին ասֆալտին։ Ոչ։ Բա ինչի համար։ Պրոցես կա, որով կարծում եմ այդ պրոցեսի արդյունքում պարզ կլինի ինչի համար։ Սամվել Կարապետյանն ինչի համար ասեց մասնակցում են ու բռնեցին։ Ինչին էր մասնակցում։ Ասեց կմասնակցենք եկեղեցու դեմ մեր ձևով։ Պաշտպանություն։ Դրա համար չեն ձերբակալել վստահաբար։ Եվ մի պահ են մեկնաբանությունը, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են լսում, քաղաքացիների մեծամասնությանն են լսում, ովքեր մեզ 2021 թվականին մանդատ են տվել Հայաստանում իրականացնելու այն ծրագրերը, այն բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ կառավարությունը շարունակելու են նաեւ 2026 թվականին լսել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, միայն քաղաքացիներին, բացառապես քաղաքացիներին եւ ուրիշ ոչ մեկի քաղաքացիներից բացի։ 21 թվականի քաղաքացին ձեզ քվե տվեց, որտեղ ունեիք մի ծրագիր նախընտրական, որտեղ Արցախի հետ կապված խոստումները եք տալիս 2026 թվականին ընտրություններ են, 2021-ին էլ պնդում էիք, որ մեզ դուք չեք պնդում։ Իսեր Աստծո պնդումն էին, որ մեզ ձայն չեն տալու, քաղաքացին այդ պնդումը անողներին իրենց տեղը ցույց տվեց, մենք վստահության քվե ստացանք 2026-ին էլ իր տեղը ցույց կտա, ոչ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վստահաբար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եք որ Շուշի եւ Հադրութ եք դեով Հանրապետության քաղաքացիները մեզ ձայն են տվել խաղաղության օրակարգը առաջ տանելու մասով, ինչի շուրջ մենք վերջին 5 տարվա ընթացքում ձեռքբերումներ ունենք շոշափելի, որի ուրեմն հաստատումը նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության
ուրեմն համաձայնագիրն է եւ այդ համաձայնագրի մեկնաբանումը Հայաստանի Հանրապետության, արդեն նաեւ Ադրբեջանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Ադրբեջանից էլ հրապարակային հայտարարություններ են եղել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այլևս հաստատված է խաղաղություն, Հայաստանում էլ այդպիսի ուրեմն արձանագրում է եղել եւ նաեւ նույն արձանագրումը կարծում եմ հիմա շատ այլ երկրների կողմից կա։ Այսինքն այս եվրոպացի падգամավոր Պարախոպետյան Եվրոպացի падգամավորին էս մի ասեք, սկսենք դրանից հետո հիշատակների խորը մոլորության մեջ է, որ Հայաստանում ամեն դեպքում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ։ Ես չգիտեմ ով ինչքան խորը մոլորացության մեջ է թե ոչ, թույլ տվեք չմեկնաբան։ Պարոն Խուդատյան, անդրադառնալով վաղարշապատի ընտրություններին, քանի որ դուք մասնակցում եք քարոզարշավին, այնտեղ չմիացնում մարդիկ խոսում են, որ Արգիշտի Մեխակյանին չեն պատրաստվում ձայն տալ միայն ՔՊ-ի թեկնածու լինելու համար։ Ձեր քարոզարշավի ընթացքում հանդիպել եք նման մարդկանց։ Ոչ, իմ քարոզարշավի ընթացքում չեմ հանդիպել նման մարդկանց, Տիկին Ջեբեջյանը մեր հետ ամբողջ օր քարոզարշավի մասնակցել է, շատ լավ, եթե այդ մարդիկ ասում են ընտրությունները ցույց։ Առնվազն նախորդ բոլոր ընտրությունները վաղարշապատում ցույց են տվել, որ քաղաքացիները մեզ են ձայն տալիս, հետեւաբար եթե այդպիսի մտահոգություն կա, կարծում եմ դա ընդդիմադիրների մտահոգությունը պիտի լինի։ Արկածները, որ էջմիածիները տեսել էին հոգևորականների հետ կապված, նաև ամենայն հայոց կաթողիկոսի արկածներն էին տեսել, թե ոչ։ Տվեք ես առանձին մեկնաբանություններ չանեմ, աղմկահարույց հայտարարություն վաղարշապատցիներն են արել, որը ոչ միայն հայտարարություն է, այլ ասում բացեք այդ ռեպորտաժը նայեք, հիմա լրատվամիջոցը այսօրվա հարցում այսօր կամ երեկ եմ տեսել, ըստ երևույթին չեմ լավ լրատվամիջոցի անունը չասեմ, բայց լինքը կուղարկեմ, ես հո չեմ ասել, վաղարշապատցիներն են, խնդրում եմ նայեք, եւ ես վստահ եմ, որ այդ տեսանյութը sense Ինչքան հնարավոր է ուղղորդված էր, որտեղ եթե դուք էլ տեսնեք, իսկ այս հարցը, իսկ միատել այս հարցը, իսկ մյուս այս հարցը բան, այդ ռեպորտաժում ասում են, որ տեսել են հոգևորականների այդ թվում տարակուսանք հայտնող բազմաթիվ մարդիկ կան, եւ այդ ռեպորտաժում, եւ շատ ավելի շատ այդ ռեպորտաժներից դուրս, եւ տարբեր բնակավայրերում, որովհետեւ վաղարշապատցիները միջավայր են կիսել որոշ վայ հոգևորականների հետ եւ առավել քան ուրեմն այդ միջավայրը առավել քան խոսուն է եղել այն ուրեմն խնդիրների մասով, ինչը մենք արձանագրում ենք։ Այդ ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժը նայելու հիման վրա եք այս պնդում։ Եթե վաղը որոշեք ձեր աշխատանքային օրը տրամադրել վաղարշապատում հարցում անելու, շատ մեծ հավանականությամբ ձեզ էլ կպատմեն։ Չէ, դուք ձեզ պատմել են, թե դուք ռեպորտաժով եք տեսել։ Կներեք։ Նա հարցը նորից տա։ Դուք վաղարշապատների խոսակցություն։ Մի հարց է, պարոն Խուդատյան, ձեր խոսքում գործեցիք քոչարյանական ընդդիմություն, կապակցությունը, խնդրում եմ իրազեկեք։ Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Որ քաղաքական ուժ։ Մայր Հայաստանը քոչարյանական ընդդիմություն է։ Ուրեմն հաղթանակ դաշինքը քոչարյանական ընդդիմություն է։ Գյումրին ցույց տվեց, որ ուրեմն Արթուր Վանեցյանի կուսակցությունը քոչարյանական ընդդիմություն է։ Ցավ եմ ապրում, որ ժառանգությունը իրեն պահում է այնպես, ինչպես քոչարյանական ընդդիմությունը, եւ առնվազն այս 4 ուժերը, որոնց մասին ասացի, իրենք քոչարյանական ընդդիմություն են, իրենց ընտրող քաղաքացիները պիտի ուղիղ իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, շատ ուղիղ պիտի իմանան, որ իրենք ձայն են տալիս Ռոբերտ Քոչարյանին, եւ Ռոբերտ Քոչարյանը վաղարշապատում որոշել է մի քանի ուժերով մասնակցել քարոզարշավին, եւ այդ ուժերը բոլորը կառավարվում են մի տեղից, եւ Գյումրին էլ ցույց տվեց, որ այդ բոլոր ուժերը կառավարվում են մի տեղից։ Հանրապետության երրորդ նախագահը որևէ ուժով մասնակցում է, թե որոշել է ձեռնպահ մնալ վաղարշապատում։ Մայր Հայաստանը բազմաթիվ անգամներ ասել է, որ ինքը Քոչարյանի գաղափարակից ուժն է, դատելով Քոչարյանի հետ ազգային ժողովում կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը ներգրաված է ուղիղ իր անունով դաշինք է կազմել մեկ այլ կուսակցության հետ եւ հաղթանակ կուսակցության մեջ ժառանգությունը Դաշնակցությունը իր մասնակցություն ունի։ Գյումրին ցույց տվեց, որ նաեւ Վանեցյանն է ըստ անհրաժեշտության ուրեմն որոշումներ կայացնում քոչարյանական ուժերի տրամաբանության մեջ եւ ես վստահ եմ նայելով նաեւ ժառանգության
ցուցակը վաղար շաբաթում, վստահ եմ, որ վաղար շաբաթում նաև ժառանգությունն է քոչարյանական ընդդիմություն դարձել, բայց մենք այստեղ մտահոգություն չունենք, դուք հարցը տալիս եք, ես այդ հարցին պատասխանում եմ, եւ դա թող չդիտվի որպես մտահոգություն, քոչարյանական ընդդիմությանը, ինչ անունով էլ իրենք հանդես գան, որ ժամերին եւ ինչ տարբերվող մեքենաներով էլ իրենց նախընտրական շտաբեր այցելել, քոչարյանական ընդդիմությանը վաղար շաբաթին իր տեղը ցույց է տալու այնպես, ինչպես իր տեղը քոչարյանական ընդդիմությանը ցույց է տվել 2018-ի համապետական ընտրությունների ժամանակ, 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ, 2021 թվականի ուրեմն ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, ինչպես Խոյ համայնքում 2018 թվականի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2021-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2021 թվականի թիմ ընտրությունների ժամանակ։ Եվ իմիջիայլոց, եւ ընդդիմության դերակատարները չեն փոխվել վաղար շաբաթում, եւ չի փոխվել նաեւ իշխանության դերակատարները։ Պարոն Մեխակյանը կանգնած է եղել Արմավիրի մարզում եւ վաղար շաբաթում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրանցած հաղթական արդյունքների կարևոր կետում, ինքը կարևոր մասնակցություն է ունեցել քաղաքացիական պայմանագրի հաղթանակում ոչ միայն վաղար շաբաթում, այլև Արմավիրի մարզում, այն տրամաբանության մեջ, որ ինքը մարզից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված եւ ամենաշատ ձայները հավաքած падգամավոր է, նաեւ աշխատել է Արմավիրի մարզպետի տեղակայել, նաեւ Արմավիրի մարզպետ։ Այսինքն հաղթողները մի տեղում են, պարտվողները մի տեղում են, ընտրողները նույն տեղում են։ Ընտրողները պարտվողներին ցույց կտան իրենց տեղը, հաղթողներին ցույց կտան իրենց տեղը, ինչքան էլ ռեբրենդինգ անեն հետաքրքիր գույների, այլ անունների, այլ նկարների, այլ պատկերների մեջ, տրամաբանությունը Չեմ կարող ասել ամբողջ վաղար շաբաթիները գոհ են, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր գոհ են աշխատանքից, բնականաբար կլինեն մարդիկ, ովքեր դժգոհ են աշխատանքից, եւ կարծում եմ դա ցանկացած համայնքի ղեկավարի վերաբերվող հարց է, մի քիչ ավել, մի քիչ պակաս տրամաբանության մեջ։ Չեք կարծում, որ Դիանա Գասպարյանի օրինակից հետո վաղար շաբաթիները պարզապես չեն ցանկանա իրենց։ Դիանա Գասպարյանը այլ քաղաքական անհատ է, այլ գործիչ է, Արգիշտի Մեխակյանը այլ գործիչ է եւ երկու անձերի մեջ համեմատական անցկացնելը կարծում եմ սխալ է, որովհետեւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ պարոն Մեխակյանը հրաշալի անցած ճանապարհ ունի եւ ինքը առանձին քաղաքական գործիչ է, որը առանձին երբ որ աշխատել է առանձին գնահատականի է արժանացել, առանձին երբ որ առաջադրվել է, առանձին թվով, մեծ թվով ձայներ է ստացել։ Պարոն Խուդատյան, հնարավոր է, որ Հանրապետության վարչապետը Քարոզ Արշավի վերջին օրը այցելի վաղար շաբաթ, այդպիսի պլանավորում էս պահին չունենք, այդ հարցերը առաջին հերթին որոշում է Հանրապետության վարչապետը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը։ Մենք այդպիսի հարց չենք քննարկել, այլ մանրամասներ ասել չեմ կարող։ Շնորհակալ եմ։ Հարցեր կան բաց։